need a dollar, that's what I need. Շատ կուզեի, որ մի փոքր արագ դրամական փոխանցում Գարեգինին անենք։ Այսօր մենք Անիտայի հետ կխոսենք արագ դրամական փոխանցումների մասին։ Ինչի ընտրել արագ դրամական փոխանցման մյուս տեսակներից, արդյոք դրանք ավելի թանկ են, ավելի մատչելի, հարմար։ Swift-ի դեպքում դու կարողանում ես ընտրել այդ միջնորդավճարը, դες վճարում թե ստացող կողմը։ Ինչ փաստաթղթերով պիտի ստացող կողմը ներկայանա բանկ։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Pars Talks։ Այսօր մենք Անիտայի հետ կխոսենք արագ դրամական փոխանցումների մասին եւ կփորձենք հարցերի միջոցով պատասխանել հաճախ ձեզ ուզող խնդիրներին։ Ողջույն բոլորին։ Այսօր պիտի լիներ Գարեգինը, բայց ինչպես ասում էին մեր մեծերը, ծիծաղում է նա ով վերջում է ծիծաղում Գարեգին ջան, այստեղ դու պիտի լինես հիմա եւ կհայտնվես։ Գարեգինի բարի ծառայություն ենք մաղթում, հուսանք շուտով մեզ կմիանա։ Իսկ մենք շարունակելով մեր ֆինանսական գրագիտության կարևորս ուղին, որ բռնել ենք եւ մեկնարկել ենք, այսօր խոսենք արագ դրամական փոխանցումների մասին։ Առհասարակ ինչի ընտրել արագ դրամական փոխանցման մյուս տեսակներից, արդյոք դրանք ավելի թանկ են, ավելի մատչելի, հարմար։ Իսկ ինչ է արագ դրամական փոխանցում, արի դրանից սկսենք։ Բառերն ինքնին հուշում են դրամական փոխանցումներ, օրինակ մի երկրից մյուս երկիր, որոնք շատ արագ ժամանակում կկատարվեն։ Բայց դուք ինձ ուղեք։ Դե երևի պետք է խոսենք ընդհանրապես փոխանցումներից եւ գանք նրան, որ արագ դրամական փոխանցումները, ինչպես ճիշտ նկատեցիր, երկրից երկիր փոխանցելու մասին է, որովհետեւ Հայաստանում բանկերի միջև փոխանցումները հիմա բավականին հեշտացված են եւ սովորաբար փոխանցում ավանդական փոխանցման ձևը դա մեկ բանկային հաշվից մեկ այլ երկրում այլ մարդու բանկային հաշվին փոխանցումն է եւ դա հաճախ կատարվում է Swift-ի միջազգային փոխանցումների համակարգի միջոցով։ Արագ դրամական փոխանցումները տարածված են մեր պես երկրներում, որտեղ մարդիկ օրինակ բնակչության մի մասը արտագնա աշխատանքի է գնում ավելի մեծ երկրներ եւ սովորաբար այդ երկրներից գումար են փոխանցում առանց հաշիվ բացելու եւ դրա համար կան տարբեր համակարգեր, որոնք արագացնում են այդ գործը, իրանք օգնում են բանկում հաշիվ չունեցող մարդկանց գումարը արագ փոխանցել, այդ թվում եւ ստացողի պարագայում պարտադիր չի հաշիվ ունենալը։ Այն նշեցիք, որ մեզ նման Հայաստանի նման պետություններում շատ ակտուալ է։ Իրականում բանկում երևի արագ դրամական փոխանցումների այդ դեպարտամենտը եւ այդ հատվածը ամենածավալունն է, որովհետեւ նույն երկիր, նույն ուղղություն, տարատեսակ մի քանի տարատեսակը գուցե մի քիչ ուռճացված հնչի, բայց շատ առաջարկներ կան։ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն հիմա սանկցիաներից ելնելով մի քիչ գուցե ավելի քչացել են, բայց եվրոպական շատ երկրներ 3-4 արագ դրամական փոխանցման համակարգեր ունենք, որ հնարավոր է փոխանցել։ Ինչին ուշադրություն դարձնել, որ տարբերակը ընտրել։ Երևի ավելի մատչելի միջնորդավճարով տարբերակը գուցե։ Հավանաբար պետք է մարդը ձգտի ավելի քիչ վճարի միջնորդավճարը, այո։ Ու երևի մենք ավելի շատ ստացող երկիր ենք, քան ուղարկող, չէ՞, ենթադրում եմ։ Դե եթե հոսքերը նայենք միջազգային, այո, ավելի շատ ստանում ենք, բայց ուղարկում ենք հարցում։ Այ եթե ուղարկված է արդեն գումարը բանկում է, գիտենք հստակ։ Խոսենք դեռ մասնաճյուղից ստանալու, ֆիզիկապես ներկայանալու եւ գումարը արձերն կանխիկ վերցնելու մասին։ Ինչ փաստաթղթերով պիտի ստացող կողմը ներկայանա բանկ։ Կարծում եմ դա անձնագրային տվյալներն է, որը փոխանցել է այն կողմից գումար ուղարկողին եւ ինչ որ կոդ է գեներացնում համակարգը, որով նույնականացվում է իր վճարումը կամ գումարի ստացումը։ Հիմա շատ խոսում ենք այս մասին, որ բանկ մոտենալը հնարավորինս քչացնենք ամեն դեպքում մոբայլ հավելվածներ, Արարատ մոբայլ այդ թվում։ Մեր մոբայլը ունի այդ հնարավորությունը, որ երբ որ դու գիտես, որ քեզ հարազատ մեկը փոխանցել է գումարը եւ հաստատ րոպեների ընթացքում շատ արագ փոխանցվել է քո հաշվին, եւ եթե դու ունես բանկում սպասարկվող հաշիվ, մեր մոբայլ հավելվածով հնարավոր է ստանալ առանց տանից դուրս գալու։ Հա, միանգամից արդեն հայտ ենք ներկայացնում, ենթադրաբար արդեն մեր գործառնական բաժինները դիտարկում են եւ գումարը փոխանցում են։ Հա, փոխանցում են այդ ստացող անձին։ Մի կարևոր կետի է ուզում անդրադառնանք, երբ որ ստացողը Հայաստանի տարածքում արդեն մոտեցել է, պիտի իր գումարը ստանա։ Շատ այս հարցը շատ ակտուալ է։ Ես ինչքան պիտի վճարեմ,
որ իմ գումարը տակ։ Այստեղ ուզում եմ պարտադիր ֆիքսենք, որ բանկը ստացող կողմից որևէ միջնորդավճար չի աշխատում, չի վերցնում, չի գանձում եւ սահմանված չէ։ Այո, այդ միջնորդավճարները գանձվում են միայն ուղարկող կողմից եւ նույն գաղափարով, եթե այստեղից եք ուղարկում, էլի ուղարկող կողմից է։ Ну, Swift-ի դեպքում դու կարողանում ես ընտրել Հա, այդ միջնորդավճարը դες վճարում թե ստացող կողմը։ երբևէ օգտվել եք արագ դրամական փոխանցումից։ Չէ, ճիշտն ասած, ես որ միշտ բանկային հաշիվ եմ ունեցել, իմ մտքով չի անցել արագ դրամական փոխանցում անել, այնց կարիք էլ չի եղել։ Ես էլ չեմ որի։ Դրսում էլ չեմ աշխատել, որ փոխանցել Դրսում աշխատող բարեկամներ չունենք, որ մեզ գումար փոխանցեն։ Ինչ համակարգիր սպասարկում արել բանկը։ Ոյ, շատ փորձեմ հիշել UB Pay-ը, որ Հայաստանից Ռուսաստանն է հիմնականում, Riamani, Manitun, Manigram, Intel Express, հուսամ ճիշտ եմ արտաբերում այս բառերը, Money Transfer-ը իդեպ ինչ որ նոր տարբերակ է, որը հեռախոսահամարով է նույնիսկ փոխանցվում։ Կայքում մեր տեղեկատվությունը կա։ Ու նոր շատ կարևոր բան ասացիք, որ ստացողը Ճիշտ ինչ համակարգով են իրեն փոխանցել։ Որ հա կարողանա մոտենա ստանալ, որովհետև այդ ոնց ասացիք կոդերը, որ ստացող կողմը ունենում է, ամեն արագ դրամական փոխանցման համակարգի դեպքում ինդիվիդուալ է, այնտեղ հա նիշերի քանակություն կա, որ տարբեր են ամեն դեպքում։ Այս թեմայի շուրջ մինչև բլից հարցմանը անցնելը շատ կուզեի, որ մի փոքր արագ դրամական փոխանցման բարեգինին անենք, բայց ափսոս որ ինքը Հայաստանի տարածքում է գտնվում, ուստի կգա հետո իրան ինչ որ կերպ կոժանդակենք։ Իրան արքափեյով կարանք անենք։ Օ, հա, ճիշտ, բայց չի կարող ինքը հեռախոս չէ, երևի այնտեղ կիրառել։ Փողին չանում այնտեղ։ Հա, էլի։ Տորել է իր հետ ինչ պետք է իրան, ուստի գումարը պետք չի, հա, ճիշտ։ Գնանք բլից հարցերին մեր։ Ու առաջի բլիցը, ինչ անել, եթե սխալ մարդու եք գումարը փոխանցել իրականում։ Չգիտեմ այդ ոնց պիտի լինի, բայց ասեք։ Լավություն անել։ Եթե սխալ մարդու փոխանցել ես, ինքը արդեն վերցել գնացել է, դե շատ բան չես կարող։ Okay, այս հարցին պատասխանեցիք, բայց առանց հաշվեհամարի, առանց բանկում հաշվեհամար ունենալու ես կարող եմ, չէ՞, գումար գալ ստանալ։ Այո, ամբողջ իմաստը այդ արագ փոխանցումների դա։ Եվ վերջին հարցը, ինչքանով է այս փոխանցման տեսակը համապատասխանում իր անվանմանը։ Արդյոք արագ է իրոք։ Իմ իմանալով արագ է, այսինքն նույն օրվա մեջ, եթե րոպեների ընթացքում հասանելի է։ Րոպեների ընթացքում հասանելի է, դա ճիշտ է։ Մերսի, ինձ թվում է օգնեցինք։ Եթե ստանալու եք արագ դրամական փոխանցումներ, ներբեռնեք Արարատ մոբայլը մի րոպեում ստացեք, մի եկեք մասնաճյուղում հերթ կանգնեք։ Առանց հաշվի, բայց դե հաշիվ ունենալու դեպքում։ Հաշիվն էլ օնլայն հնարավոր բացել, հա։ Ամեն բան հնարավոր է մոբայլում։ Եթե հարցեր կլինեն, գրեք մեզ մեր սոցիալական էջերով կամ զանգահարեք բանկ, կօգնենք շատ սիրով։ Սիրելի ունկնդիրներ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը, հետևեք մեզ, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թեմատիկ քննարկումները։ I need a dollar, that's what